Սպյուրքի միակ հայկական համալսարանը Հայգազյան համալսարանը 70 տարեկան է։ Հայգազյանի 70-ամյակը այս տարի կնշվի համահայկական շուկով դարբեր երկիրներու մեջ, որովհետև Հայգազյանը ոչ միայն լիբանանյան, այլև համահայկական հպարտություն է։ 70 տարի առաջ Մերձավոր Արևելքի հայ եկեղեցիներու միության եւ Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության, ինչպես նաեւ հիմնադիրներ Ստեփան Փիլիպոսյանի եւ Ստեփան Մեհակյանի համատեղ չանքերով Բեյրութի մեջ հիմնադրվեցավ Հայգազյան համալսարանը։ Հայգազյան գոչվեցավ Մեծ Եղեռնի զոհ, մանկավարժ, գիտնական եւ հոգեվորական վերաբադվելի դոկտոր Արմենակ Հայգազյանի անունով։ Հայգազյան համալսարանի 70 տարիներու մեջ մենք տեսած ենք հետևյալները. նախ մտահոգություն աբակայի սերունդով, բայց ոչ նստելով եւ լալով, հաբա աշխատանքի անցնելով, նպատակ տնելով, որ երիտասարդությունը ոչ միայն բարձրակույն ուսումը ստանա, հաբա նաեւ ներշնչված կյանքաբրի ծառայությամբ։ Հայգազյան համալսարանի հիմնադիրները նյութապես սահմանափակ, բայց տեսլականով հարուստ ազգի ողբերգությունը վերածեցին ստեղծագործ ուժի, աբակայի համար, ոչ միայն հայ ժողովրդի, այլև դարբեր ծագում ունեցող մարդոց համար։ Ճշմարտություն, ազատություն եւ ծառայություն սկզբունքներու վրա։ Համալսարանը ձևավորվեցավ որպես ամերիկյան ոճով ազատ արվեստներու ուսումնական հաստատություն, ուր գարժևորվին քրտնաջան աշխատանքն ու խաղաղ համագեցությունը։ Բադիվ բերած է հայության մարդ պատրաստած է, որոնք մեծ տիվով իրականության մեջ նետված են ծառայության, ազգային հոգևոր արևդարական եւ խմբակրական եւ երբ նայենք մեր շրջանավարտներուն երևի 5000-ը ավելի շրջանավարտներ ընդհանուր ծրագիրներում մեջ համասարանական եւ երկրորդ 5000-ը վերավորագրման ծրագիրներու մեջ։ Հայգազյանի Սպյուրքի հետազոտական կենտրոնը եւ հայագիտական ծրագիրը նպատակա ուղղված են հայկական ժառանգության պահպանման ու զարգացմանը։ 1979-ին սկսած հայագիտական հանդեսը հրատարակած է ավելի քան 1600 ագաթեմական հոդված, իսկ Հայգազյան համալսարանի հրատարակչադունը լույս ընծայած է 59 գիրք, հարստացնելով հայկական ուսումնասիրություններու համաշխարհային գիտելիքները։ Հայգազյան համալսարանի 70-ամյակի ամյակը ուրեմն կնշվի մեծաշուկ ձևով ունենալով ցերնակներ դարբեր երկիրներու մեջ շնորհիվ մեր շրջանավարտներու ջիքին եւ երանտին ուրեմն ունեցանք արդեն իսկ դարբեր տեսակի ցերնակներ սկսյալ Նյու Ջերսիեն, Ետքը Ռիադ եւ Աթենքի մեջ Կալիկ օրերուն շատ մոտ աբակային պիտի ունենանք Դուբայի մեջ, Կատար։ Հայգազյանի 70-ամյակի նվիրված միջոցառումներ դեղի պիտի ունենան նաև Երևանի մեջ։ Հայաստանի պատմության թանգարանին մեջ գիտաժողով մնե լիբանահայերու նվիրատվությունները Հայաստանի պատմության թանգարանին, Հայաստան-Լիբանան փոխհարաբերությունները այս Հայգազյանի ձիրի մեջ 4 տասախոս զեկույցներ են։ Հայգազյան համալսարանը ոչ միայն ակադեմական հաստատություն է, այլ նաև աբակա առաջնորդներու թարգնոց։ Անոր շրջանավարտները նշանակելի ներդրումներ կատարած են դարբեր ոլորտներու մեջ։ Քաղաքականության են մինչև արևդուր, առողջապահություն, մեդիա, հասարակական կազմակերպություններ։ Պատիլ Մգրդիչյան, Լուրեր, Լիբանան։